Հարցը սիրելի հայրենակիցներ, եթերում գրքին քաղաքական խաչմերուկն այսօր արդեն օգոստոսի 26-ն է եւ այսօրվա կոնկրետ այս հաղորդման ընթացքում մենք կխոսենք թե ինչ է ասել Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանի Գոսդումայի ղեկավարը, նախագահը, սպիկերը, ինչպես է իրենց մոտ լավ չեմ հիշում, բայց նման ինչ որ պաշտոն է զբաղեցնում Վալոդինը եւ վերջերս սկսել է շատ սուր հայտարարություններով հանդես գալ Հայաստանի նկատմամբ եւ այսօրվա իր հայտարարությունը կարելի ասել ինչ որ միտեղ գագաթնակետներ այդ լկտի հայտարարությունների, որը որ ինքը հնչեցնում էր հաճախ եւ այսօր նոր հայտարարություն է հնչեցրել ի պատասխան Ռուբեն Ռուբինյանն է հայտարարությամբ հանդես եկել, կփորձենք հասկանալ թե որքանով Հայաստանի պատասխանը adekvat էր, որքանով բավարար էր Վալոդինի այդ լեկտի պատասխանին արձագանքելու համար։ Չոր մեկ հայի ազգանունով արտգործնախարարության աշխատակից ունեն ռուսները, ով որ նույնպես հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վերաբերյալ, նրան եւս կարծում եմ կանդրադառնանք, ող են ստանում Ռուսաստանից աշխատավարձ եւ դրա համար Ռուսաստանի պատվերը կատարելով, որպես իրենց ԱԳՆ-ի աշխատակից այդպիսի հայտարարություններ են անում։ Ազգը որ հայ է, դա ոչինչ չի նշանակում։ Դա ավելի վատ է նույնիսկ, որ հայ ազգանունով մարդուն փորձում են օգտագործել Հայաստանի դեմ։ Ուկրաինայից էլ հետաքրքիր հարցեր ունենք քննարկել։ Նախքան Ուկրաինան երկու խոսքով կանդրադառնանք նաև Սեդրակ Քոչարյանի կալանավորմանը, ինչ վերաբերում է Ուկրաինային, կարծում եմ ամենակարևոր քննարկման թեման այստեղ ՑՌՈ-ի ղեկավարի, այսինքն Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի Ջոն Ռեդկլիֆի այցներ Մոսկվա։ Գաղտնի այց էր բավականին, բայց լրատվամիջոցներին ստացվեց բարձել թե ինչի այդ այցը տեղի ունենում եւ ասեմ, որ հետաքրքիր տեղեկություններ ունենք թե ինչի այդպիսի արագ այց էր կազմակերպել Միացյալ Նահանգները, ինչ է փորձում կանխել, ինչի էր պատրաստվում Ռուսաստանը եւ ինչ է փորձում կանխել Միացյալ Նահանգները այդ այցով։ Ուկրաինայից էլի հարցեր կան քննարկելու, Պետրիոտին վերաբերվող հրթիռներին հետաքրքիր տեղեկություններ ունենք, կարևոր եւ դրական, Ֆրանսիայի մասով էլ կան հետաքրքիր Ուկրաինայի հետ կապված կրկին հակաօդային պաշտպանության տեղեկություններ, Իրանի հետ կապված էլ մի քանի հարց նույնպես կքննարկենք, որը որ վերաբերվում է կոնկրետ Հորմուզի նեղուցին եւ կարեւոր է նաեւ անդրադառնալ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը Միացյալ Նահանգների պետքարտուղարի Իրանի մասով։ Ահա այս հարցերը եւ ոչ միայն էլի հաստատ հարցեր կլինեն, որոնք որ անոնսի մեջ բաց թողեցի, կքննարկենք այսօրվա հաղորդման ընթացքում։ Նախքան դա քանի օր եմ ուռատնում էի հիշեցնել, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի մասին, բաժանորդագրվելու մասին, մեկ էլ եմ մոռանում հիշեցնել եւ հույսով եմ, որ երբ որ հիշեցնում եմ, դա արդեն ավելի ակտիվ է սկսում աշխատել։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր որ միշտ արձագանքում են, մեկնաբանություններ են գրում, լայքում են, ովքեր որ չեն բաժանորդագրված եւ բաժանորդագրվում են, կամ շատ վաղուց արդեն բաժանորդագրվել են մեր ալիքին եւ վաղուց մեր ալիքի հետևորդն են դարձել։ Սկսենք այն հաղորդագրությունից, որ ուժեղ Հայաստանի խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը ընտրվել է ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ։ Նորտես այս հաղորդագրությունը, բայց 2-3 օր առաջ այլ հաղորդագրություն կար, չէ՞։ Ես եմ սխալվում, բայց չէ, միանշանակ կար հաղորդագրություն, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից է ընտրվել նախագահ։ Այս հաղորդագրությունը ես տեսա Telegram-յան ալիքներում, կարծում եմ կրկին պետք է միած ճշտել հասկանալ թե ինչ է վերջո տեղի ունեցել, ուժեղ Հայաստանին է անցել եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը, բայց կրկնեմ, լրիվ այլ բան եմ հիշում, լրիվ այլ հաղորդագրություն կար ընդամենը 3 առավելագույնը 4 օր առաջ։ Եթե դա այդպես է, իրոք շատ վատ է, շատ տխուր է եւ սա մեծ թերացում կարելի է համարել քաղաքացիական պայմանագրի կողմից, շատ լուրջ ձևով թերացել են, եթե նման բան թույլ են տվել։ Դա խնդիրներ եւ հետևանքներ միանշանակ վատ
կունենա։ Կրկնեմ, այս հարցի մեջ պետք է ավելի լավ խորանալ եւ հասկանալ, թե ինչ են հիմա սրանք անում, քանի որ այլ հաղորդագրություններ հիմա լրիվ այլ հաղորդագրություն ենք մենք ստացել։ Սեդրակ Քոչարյանի կալանավորման մասով։ Այստեղ մենք տեղեկացանք փաստաբանից, որ Սեդրակ Քոչարյանին կալանավորել են 2 ամսով։ Դեռ Ռոբերտ Քոչարյանից տեղեկություն չունենք, ինչպիսին է իր առողջական իրավիճակը, իմիջիայլոց տեսնում եմ տարբեր գրառումներ, հատկապես իմ Facebook-յան էջի տակ գրել են, որ կեղծ է, ոչինչ էլ տեղի չի ունեցել, նրա առողջական վիճակը չի վատացել, այդ հիվանդանոցը պատկանում է Գարեգին II-ին եւ այլն եւ այդպես շարունակ։ Չեմ կարող բացառել, շատ էլ հավանական է, բայց մենք նաեւ պետք է բացառենք այլ սուրպրիզները, քանի որ եթե այլ սուրպրիզներ լինեն վատ իմաստով, դա վատ հետևանքներ կունենա նաեւ Հայաստանի համար։ Ամբողջ աշխարհում այլ բան է խոսվելու։ Քաղաքական իմաստով միանշանակ դա ձեռնտու չի լինի Հայաստանին։ Հաջորդը։ Եվ մենք գալիս ենք արդեն Վաչեսլավ Վալոդինի Ռուսաստանի Պետդումայի նախագահի հայտարարություններին։ Ճիշտն ասած, երբ որ տեսնում եմ Վալոդինին խոսելով, հստակ երևում է, որ նա մարիոնետ է։ Նա մարիոնետ է, այնպիսի մարիոնետ Պետդումայում, որը որ չի ունեցել Ռուսաստանը նախկինում։ Այսինքն օրեցօր Ռուսաստանը նոր ռեկորդներ է գրանցում, հակառեկորդներ, եւ երբ որ նշանակեցին այս Վալոդինին Պետդումայի նախագահ, իր հայտարարություններից, իր վարքից ավելի հստակ դարձավ, որ հստակ այդ վարքագծի կրողն է Վալոդինը։ Եվ հիմա ինչ է ասում այս Վալոդինը Հայաստանի մասով։ Նա ասում է, թե կուզենայի, որ Հայաստանը կեղծ քաղաքականություն չվարեր։ Ըստացի Հայաստանը մեղադրում է կեղծ քաղաքականության մեջ։ Եթե Հայաստանը օրենք է ընդունում, որով որ հայտարարում է Եվրամիության միանալու իր մտադրության մասին, Վալոդինն է ասում, ապա ինչու եք դուք օգտագործում ԵԱՏՄ-ի հնարավորությունները։ Ինչու եք խափում դրա անդամներին։ Դա ցինիզմ է։ Փաստացի Վալոդինը Հայաստանը մեղադրում է ցինիզմի մեջ։ Շատ են հաբարգել, երես են առել, էլ չասած ինչ աստիճանի, եւ իմ միակ հույսս, ամենայն անկեղծությամբ միակ հույսս այն է, որ Ուկրաինան իրենց կարգի կհրավիրի։ Շատ վատ է, որ մեր հույսը Ուկրաինան է, բայց իրականությունն է դա։ Իսկ Հայաստանը միանշանակ պետք է շարունակի իր ընթացքը, եթե սրանք կասկածում են մեր անկեղծության մեջ, ոչինչ իրենց չի օգնելու։ Իրենց ռեժիմը հիմա կասկածելու է, շարունակելու է կասկածել, շարունակելու է խորացնել թշնամությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է իհարկե, ես տեսա այդ պատասխանը իր հայտարարություններով, բայց շատ փափուկ պատասխան է սա Ռուբինյանի կողմից։ Կրկնում են նույն պատասխանը, չեմ ասում, թե պետք է շատ ավելի կոշտ եւ չոր պատասխանել, միգուցե ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնով կարելի ավելի կոշտ պատասխանել, բայց այնինչ ասում է Ռուբեն Ռուբինյանը, բազմիցս արդեն ասվել է։ Նա ասում է, որ մենք չէ որ որևէ բան ենք անում Ռուսաստանի Դաշնության դեմ, Ռուսաստանի հետ հարաբերություններ վատթարացնելու համար, հակառակը նա ասում է մենք ամեն ինչ արել ենք ու շարունակում ենք անել բարի դրացիական հարաբերություններ ունենալու համար։ Բայց ես համոզված եմ, որ Ռուբեն Ռուբինյանն էլ շատ լավ հասկանում է այն պարզ ճշմարտությունը, որ Ռուսաստանը թքած ունի նրա վրա, թե դու ինչ ես անում, որպեսզի լավ հարաբերություններ ունես իր հետ։ Եթե դու ցանկանում ես անդամակցել Եվրամիությանը, նման օրենք ես ընդունում, եւ դու անկախ արտաքին քաղաքականություն ես վարում, դու արդեն իսկ թշնամանում ես իր հետ։ Դու դառնում ես ավտոմատ իր թշնամին, մինչև որ Ռուսաստանը չկարողանա իր վասալին, իր ծառային կարգել քո տեղում եւ քո վարչապետի տեղում։ Դա շատ կարեւոր է հասկանալ։ Ռուբինյանը շարունակում է, որ հայ տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի եւ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ոչ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ոչ ԵԱՏՄ կանոններին։ Սա էլ առաջի անգամը չի, որ ասվում է, սա եւս բազմիցս ասվել է։ Դրանով ինչ որ հիմա կրկին նույնը ասում ենք։ Բան չի փոխվի։ Ես գրեթե համոզված եմ։ Ռուբեն Ռուբինյանը նաեւ այսպիսի մեկ հայտարարություն է արել, որով որ կարծում եմ պատասխանում է շատ շատերին Ռուսաստանում, բայց
Այս պատասխանը նույնպես ես ինձ չի կարելի որակել, նա ասում է, որ մենք այսպես թե այնպես գիտենք, որ Երևանը ազատ է իր ընտրության հարցում եւ այսուհետ Երևանը միշտ ազատ է լինելու իր ընտրության իրականացման հարցում։ Սա էլ պարզ է, կարծում եմ այստեղ նույնպես նորություն չունենք։ Ռուսներն ուղղակի մեկ անգամ լսեցնում են այս հայտարարություններով։ Չեմ ասում վատ է, բայց երևի թե նորություն է պետք մտցնել հայ-ռուսական հարաբերություններում։ Ինչ որ նորովի է պետք արձագանքել Ռուսաստանի այդ լեկտի հայտարարություններին։ Միշտ էլ ասել եմ, որ չափավորված հայտարարությունների կողմնակից եմ, այդ չափավորված հայտարարությունները դերևս Հայաստանի իշխանությունները պահպանում են, բայց ավելի ու ավելի դժվար է դառնում պահպանել այդ չափավորված քաղաքականությունը, բայց երևի ինչ որ նորություն է պետք մտցնել հայ-ռուսական հարաբերությունների մեջ, քանզի այսպես այլևս իմ պատկերացմամբ շարունակվել չի կարող, պետք է այնպիսի քայլեր մտածենք, որպեսզի ավելի կոռեկտ դառնան Ռուսաստանից հնչող հայտարարությունները։ Տեսեք, օրինակի համար Ադրբեջանի մասով ավելի կոռեկտացել են, փորձում են մեկ-մեկ չոր ձևով Ադրբեջանին ցավացնել եւ շատ արագ ստանում են պատասխան եւ շատ արագ սկսում են այլ ձև իրենց պահել։ Երեկել Պուտինը շնորհավորում էր Մեհրաբան Ալիևային, Լուկաշենկոն հեչ, Պուտինն էր շնորհավորում Մեհրաբան Ալիևային եւ այդտեղից շատ բան հստակ երևում է։ Մինչ հիմա Փաշինյանին չի շնորհավորել Պուտինը, հիշեցնեմ, եւ դա է իմ ասածը, որ Հայաստանը պետք է մտածի, թե ինչ կարելի է փոխել հայ-ռուսական հարաբերություններում, որպեսզի սկսեն արդեն հաշվի նստել Հայաստանի հետ։ Պետք է մտածենք եւ պետք է կոնկրետ քայլերի դիմենք։ Սակայն ճիշտ հակառակ տրամաբանության հայտարարություններ ենք մենք ստանում Ուկրաինայից Հայաստանի վերաբերյալ, նա եւ տեսնում ենք Զելենսկի երեկվա անկեղծ շնորհակալական ուղերձը Վահագն Խաչատուրյանի հասցեին, Նիկոլ Փաշինյանի հասցեին, որոնք որ շնորհավորել էին Ուկրաինային անկախության օրվա առիթով, եւ Զելենսկին իր շնորհավորական խոսքում կրկին ասել է այն, որ մեր երկխոսությունը Հայաստանի հետ ստացել է նոր իմպուլս եւ իրենք հույս ունեն, որ ավելի կխորացվեն հարաբերությունները Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Դրանից բացի, ասում եմ ամենակարևոր նախադասությունը Զելենսկի այն է, որ հայ ժողովուրդը ուղղություն է բռնել դեպի Եվրամիություն, Ուկրաինան միանշանակ ողջունում է Հայաստանի այդ ուղին եւ պատրաստ է ցանկացած ձևով ինչով որ կարող է օգնել Հայաստանի Հանրապետությանը այդ ուղու վրա։ Եվ սա բավականին լուրջ հայտարարություն է, կարևոր հայտարարություն է մեզ համար, քանի որ Ուկրաինան հաստատ վերջի երկիրը չէ, ում խոսքը մեծ կշիռ եւ ազդեցություն ունի Եվրոպայում։ Ես բազմիցս ասել եմ, կրկնեմ, Զելենսկիի հեղինակությունը այսօր ամբողջ Եվրամիության մեջ ոչ մի քաղաքական գործիչ չունի։ Ոչ մի քաղաքական գործիչ չունի Զելենսկիի հեղինակությունը եւ նույնիսկ կարող է բոլորը միասին վերցված չունեն այդ հեղինակությունը։ Եվ Զելենսկիի խոսքը բավականին լուրջ է, բավականին մեծ է եւ բավականին ազդեցիկ է։ Չնայած մենք Ուկրաինայի մասով պետք է անդրադառնանք Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար վերջերս հերացված իր պաշտոնից Ֆյոդորովի հայտարարությունը եւ անցած անգամ մենք խոսեցինք այն մասին, թե ինչպես թե Եվրոպան, թե Միացյալ Նահանգները փորձում են թույլատրել ինչ-որ միտեղ Զելենսկիի դիրքերը, ոչ թե Ուկրաինայի, այլ Զելենսկի, բայց Զելենսկիի դիրքերը թույլատնելով ավտոմատ նաև թույլատնում են Ուկրաինայի դիրքերը։ Ուղղակի իրենց մտահոգում է կոնկրետ Զելենսկիի կերպարը, որը որ այդքան ուժեղ է։ Դե այս հարցին հետո կանդրադառնանք, շարունակենք դերևս Հայաստանով։ Երեք մենք հետաքրքիր, բայց նույն ժամանակ սպասված հայտարարություն ստացանք Եվրամիությունից, որը վերաբերվում էր Հայաստանին։ Իր մամլո ասուլիսի ժամանակ եվրոպական ընդլայնման հարցերով ներկայացուցիչը Մարկուս Լիմիտերը Հայաստանի մասով արեց շատ կարևոր հայտարարություն, որ Հայաստանի իշխանությունները ուղղություն են բեռնել դեպի Եվրամիություն։ Մի խոսքով բավականին կարևոր հայտարարություն է եւ կարծում եմ սա մեկ անգամ եւս պետք է պահջուր լցնի այն մարդկանց գլխներին Հայաստանում, թե Սփյուռքում, թե Հայաստանի տարբեր կուսակցությունների ղեկավարներին, ովքեր որ պնդում են, թե
Հայաստանը չի գնում դեպի Եվրամիություն։ Եվրոպական երկրներից անընդհատ շատ հստակ, շատ պարզ հայտարարություններ են հնչում, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները շարժվում են դեպի Եվրամիություն։ Ռուսաստանից տեսնում ենք ինչ հայտարարություններ են հնչում, ինչ գործողություններ են արվում ընդդեմ Հայաստանի։ Եվրամիությունը ինչ ջանքեր է գործադրում, որպեսզի այդ ամենին հակազդի, եւ դեռ կան որոշ մարդիկ, ովքեր որ պնդում են լույսը ցերեկով, թե Հայաստանը չի շարժվում դեպի Եվրամիություն, Հայաստանը շարժվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Ինչ ասես այդ մարդկանց սրանից ավել։ Եվ վերջում Հայաստանի մասով։ Ես ասացի, որ Ռուսաստանի Դաշնության մեջ, ԱԳՆ-ի մեջ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի մի հատ տնօրեն ունեն Միքայել Աղասարյան ազգանունով։ Հայ ազգանունով մարդ է, բայց սա հայ չէ, տեսա որ մարդիկ շփոթում են այս հայտարարությունը, թե իբր եղել է Հայաստանից։ Ուղղակի հայ ազգանուն տեսնելով կարծում են, թե լավ հայտարարություն է, բայց այս մարդը ասում է Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրի կրճատումը ոչ մի կերպ չի հանգեցնի քրիտիկական խափանումների, քանի որ առևտրի շրջանառության մեջ Հայաստանի, Երևանի բաժինը ցածան է։ Երեք էլ թվեր էին հրապարակում, հասկացնելով, թե դուք շատ ավելի շատ եք կախված մեզանից, քան մենք ցեզանից, եթե մենք ցեզանից 1%-ով ենք կախված, ապա դուք 30%-ով։ Այսինքն ամեն ձևով սպառնում են Հայաստանին, ամեն ձևով պատրաստում են իրենց բնակչություններին, այդ ԵԱՏՄ երկրների նաև ղեկավարների վրա են փորձում ճնշել, որ Հայաստանին ավելի շատ ճնշեն, ավելի շատ մեկուսացնեն ԵԱՏՄ-ից։ Հիմա խոսենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայի շուրջ։ Ուկրաինան այսօր առավոտյան հարվածներ է հասցրել Տամբովի մարզի Կատովսկ քաղաքի Վալբերիս լոգիստիկ կենտրոնին։ Խոշոր հրդեհ է բռնկվել։ Բավականին խոշոր լոգիստիկ կենտրոն էր սա Վալբերիսի, հիշում եք, ես ասում եի, որ 10-ից 7 մեծ կենտրոնները խոցել են ուկրաինացիները, որոնք որ հասանել էին ուկրաինական դրոնների համար, եթե հաշիվը չեմ շփոթել, սա արդեն 8-րդ ամենամեծ լոգիստիկ կենտրոնն է։ Հավանաբար 1-2 մեծ լոգիստիկ կենտրոն կրկին մնացել է, որը որ կարող է խոցել Ուկրաինան։ Բնականաբար կան նաև այլ լոգիստիկ կենտրոններ, որոնք որ ավելի փոքր են իրենց մասշտաբներով եւ որոնց վրա նույնպես Ուկրաինան կարող է շարունակել իր հարվածները։ Բայց սա չի ամենակարևոր հարցը Ուկրաինայի շուրջ։ Ուկրաինայի շուրջ ամենակարևոր հարցը այն է, որ Միացյալ Նահանգների շատ կարևոր պատվիրակություն է եղել 3 Ռուսաստանի Դաշնությունում։ Նախորոք ոչ ոք չէր հաղորդում այդ մասին, բայց հետո մենք տեսանք, որ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարն է փաստացի այցելել Մոսկվա Միացյալ Նահանգներից Ջոն Ռեդֆելդը։ Այդ մասին առաջինը, եթե չեմ սխալվում, SPS-ը հաղորդեց։ Հետո արդեն մենք ունեցանք որոշ մանրամասներ, թե ինչի է եղել այդ այցը Ռուսաստանի Դաշնության։ Հրապարակումները Միացյալ Նահանգներում բավականին շատ են այդ այցի վերաբերյալ եւ հիմնական հարցը վերաբերվել է Ուկրաինային, ճիշտ է, Իրանին վերաբերող հարց նույնպես քննարկվել է, բայց հիմնական հարցը եղել է Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները փոխանցել են Ռուսաստանի Դաշնությանը իրենց տվյալները մոբիլիզացիայի հետ կապված։ Այսինքն Միացյալ Նահանգները ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության իր ձեռքի տակ ունեցած փաստերը, որ իրենք մոբիլիզացիային անցկացնել։ Ասում են, դուք ասում եք, չենք անցկացնելու զորահավաք, բայց ահա այն փաստերը, որոնք որ մենք ունենք, որոնք որ վկայում են այն մասին, որ դուք զորահավաք եք պլանավորում անցկացնել Ռուսաստանում, մասշտաբային զորահավաք։ Դրանից բացի Միացյալ Նահանգները շատ հստակ զգուշացրել են, որ որևիցե սադրանք հանկարծ չպետք է Մոսկվան իրականացնի ընդդեմ ՆԱՏՕ-ի դաշնակիցների։ Խստիվ զգուշացվել է Մոսկվան, որ եթե նման պրովոկացիա իրականացնի Ռուսաստանի Դաշնությունը, ապա շատ ցավոտ պատասխան կստանա Մոսկվան։ Եվ դրանից բացի մենք տեսնում ենք, որ վերջին օրերին Ուկրաինան չէր հարված հասցնում Մոսկվային եւ Սանկտ Պետերբուրգին, Աքսիոսի տեղեկություններով դա եւս կապված էր այդ բարձրաստիճան այցելության հետ եւ Միացյալ Նահանգները խնդրել էին Ուկրաինային այդ օրերին հարված չհասցնել Մոսկվային եւ Սանկտ Պետերբուրգին։
Տեսնենք թե ինչ շարունակություն կունենա այս այցը, այսինքն ինչպիսի քայլերի կդիմի Ռուսաստանի Դաշնությունը եւ որքան ես հասկանում եմ այդ հաղորդագրություններից Միացյալ Նահանգները հստակ տեղեկություններ ունեին, որ սադրանք է նախապատրաստվում ՆԱՏՕ-ի երկրների նկատմամբ։ Եվ զգուշացրել են Ռուսաստանի, որ հանկարծ նման բան տեղի չունենա, հակառակ պարագայում ռազմական բախում կարող է լինի արդեն ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ եւ Միացյալ Նահանգները ստիպված կլինեն արձագանքել, բաց իմաստով շատ արձագանքել։ Ուրիշ լավ լուրեր էլ կան Ուկրաինայից, երեք Զելենսկին վերջապես հայտարարեց, որ Ուկրաինան ստացել է Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռներ, բավականին մեծ քանակությամբ հրթիռներ։ Չի ինքը պարզաբանել թե որքանով շատ հրթիռներ է ստացել Ուկրաինան, սակայն իր հայտարարությունից մենք հասկանում ենք, որ բավականին հրթիռ ստացել է Ուկրաինան, սակայն նույն ժամանակ կրկին նա ասում է, որ մենք էլի կարիք ունենք եւ էլի է պետք ստանալ Ուկրաինային եւ էլի է պետք տրամադրել Ուկրաինային Patriot համակարգերի համար հրթիռներ։ Դրանից բացի տեղեկություն կա այն մասին, որ Փարիզը նույնպես տրամադրելու է հակաօդային պաշտպանության հրթիռներ իր սեփական արտադրության, որքան ես հասկանում եմ։ Եվ վերջում Ուկրաինայի մասով կարևոր է անդրադառնալ նախկին պաշտպանության նախարար Ֆյոդորովի հայտարարություններին։ Ու գիտեք, ինքը մեկնել էր Միացյալ Նահանգներ եւ մի քանի օր առաջ էլ շատ ակտիվ գործողություններ էին իրականանում Ուկրաինայում, կրկին նախագահի աշխատակազմի դեմ հակակոռուպցիոն կոմիտեն էր ակտիվացել։ Մենք տեսնում ենք հստակ այն, որ հիմա Ֆյոդորովին են սկսել աջակցել հատկապես Միացյալ Նահանգները, Թրամփի երևի ադմինիստրացիան, բայց եվրոպացիները նույնպես երևի տակից օգնում են Ֆյոդորովին, փորձում են Զելենսկին թույլատրել եւ Ֆյոդորովը հայտարարություններ է անում, որ Ուկրաինան կամաց պարտվում է Ռուսաստանի Դաշնությանը։ Մինչև հիմա նման հայտարարություն չէր անում, ինքը պաշտպանության նախարար էր, ամեն ինչ շատ լավ էր, հրաշալի էր։ Ճիշտ է, իր օրոք սկսեց Ուկրաինան հերահար հարվածներ հասնել Ռուսաստանի Դաշնությանը եւ այդպես բավականին մեծ համբավ ձեռք բերեց Ուկրաինայում, դրա համար ժողովուրդը դուրս եկավ եւ պաշտպանում էր իրեն, բայց այս հայտարարությունը շատ տարօրինակ հայտարարություն է, հատկապես այն ֆոնին, որ հիմա Ուկրաինան ստանում է Patriot համակարգեր եւ ռազմական փորձագետները խոստովանում են, որ Ուկրաինայի հնարավորությունները ավելանում են, Ուկրաինայի դիրքերը ավելանում են դրանով, քանի որ ամենաթույլ տեղը օդներ դարձել Ուկրաինայի։ Իսկ Ֆյոդորովը այս հայտարարում է, թե Ուկրաինան եթե չփոխի իր մարտավարությունը ռազմի դաշտում, ապա կպարտվի այս պատերազմում։ Հիմա խոսենք, թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ։ Թրամփի վերջի հայտարարությունը կրկին վերաբերվում էր Հորմուզի նեղուցին եւ նա ասում է, որ Հորմուզի նեղուցից հեռացվել են բոլոր ջրային ականները եւ եթե Իրանը սկսի կրկին նորերը տեղադրել, ապա նրանք կոչնչացնեն այդ նավերը։ Հորմուզի նեղուցի շուրջ այսօր տեղեկությունները շատ էին, պարզվում է, որ Իրանը եւ Օմանը պայմանավորվածության են հասել, թե ինչ երթուղիներ են այդտեղ լինելու, բայց այստեղ հարց է առաջանում, եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ապա ինչի շուրջ է ինքը պայմանավորվում Օմանի հետ։ Քիչ առաջ նաև տեսանք Միացյալ Նահանգների պետքարտուղարի հայտարարությունը Իրանի մասով եւ Մարկո Ռուբիոն հստակ ասում է, որ Միացյալ Նահանգները այժմ չեն պլանավորում հարձակվել Իրանի վրա եւ իրենց ստրատեգիան դարձել է այն, որ տնտեսական ձևով փորձեն խեղդել Իրանի այդ ռեժիմ, բայց մենք տեսնում ենք նաև ուրիշ հայտարարություններ արդեն Իրանից հակառակ հայտարարությունները, օրինակի համար փոխարտգործ նախարարը Իրանի ասում է, որ ինչի մենք միշտ պետք է սպասենք, որ Միացյալ Նահանգները հարձակվեն մեզ վրա, շատ հստակ ակնարկելով, որ մենք էլ պետք է հարձակվենք Միացյալ Նահանգների վրա։ Այստեղից ես կարող եմ անգել այն եզրահանգման, որ Իրանին այս պահին շատ ավելի ձեռնտու է, որ ռազմական գործողությունները ինչ որ չափով թեկուզ թեթև վերսկսվեն կամ բախումներ լինեն
կրկին լարվածություն լինի Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, որպիսի Թրամփը չկարողանա հաղթանակ տանել կոնգրեսի միջանկյալ ընտրություններով։ Հիմնականում ահա այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։